Հովի դիմաց հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության մասով ակցիա է այս պահին։ Բարեկամություն։ Իհարկե, եւ ով հայ ռուս բարեկամությանը դեմ է, ես ռուսների եւ ով հայ ռուսական դարավոր ժողովուրդների բարեկամությանը դեմ է, նա թուրքական օրակարգ է թելադրում մեր ժողովրդին, որովհետեւ հայ ռուսական բարեկամությունը տարիների պատմություն ունի, ճիշտ է, այստեղ Սորոսի վաստակները, այստեղ իրենց մայրերին ծախողները հայրենիք էլ կծախեն, այստեղ իրենց մայրերին ծախողները, Սորոսի վաստակները հայրենիք շատ հեշտությամբ կծախեն, բայց հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը այլ ընտրանք չունի եւ այն ուժերը, այն մարդիկ, ովքեր դեմ են այս դարավոր բարեկամությանը, նրանք պարզապես թուրքական օրակարգ են այսօր։ Նշում եմ, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է անում Հայաստանի դեմ, հետևաբար որևէ պաշտոնյա չպետք է Հայաստան գա։ Դուք կիսում եք այս տեսակետը։ Ովքեր են նշում եւ ինչ են նշում, նորից ասացեք։ Որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է անում Հայաստանի դեմ, դաշնակից չէ, հետևաբար նրա որևէ պաշտոնյա չպետք է։ Ես ասացի, նրանք ովքեր այդպիսի նշումներ են անում, նրանք ովքեր հայ-ռուսական դարավոր բարեկամության հիմքերը փորձում են խարխլել, նրանք ոչ ավել, ոչ պակաս թուրքեր են եւ Հայաստանում թելադրում են թուրքական, ադրբեջանական օրակարգ։ Դե իրենք հիմնավորում են, որ 2022 թվականին Ռուսաստանը չի աջակցել Հայաստանին, Արցախի հանձնման գործում մեղադրում են Ռուսաստանին, որ խաղապահները ոչինչ չեն արել։ Նրանք ովքեր են, եթե անուններ էլ ասեք, ես ասացի, օրինակ, մայրերին դավաճանողները հայրենիք կվաճառեն, հայրենիք կդավաճանեն, մեր բարավոր բարեկամին կվաճառեն, կդավաճանեն։ Ես հիշում եմ, որ պատերազմից անմիջապես հետո Ռուսաստանի առաջին դեմքից հնչեց, թե քանի անգամ են հորդորել, դադարեցնել պատերազմը, Հայաստանը չի անսացել այդ հորդորին, ասեմ ավելին, մենք վերջին ռազմագերիները, Արցախի ռազմագերիները, մեր հայ տղաները, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, վերջին անգամ Հայաստան են մտել, երբ որ ռուս խաղաղապահները այնտեղ են եղել։ Ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո մեկ ռազմագերի Հայաստան չի վերադարձել։ Սա ինչի մասին է խոսում։ Տիկին Ռուզաննա, այստեղ նոր քիչ առաջ ձեզ մեղադրում էին, որ դուք ասում եք ռուս-հայկական բարեկամական հարաբերություններ եւ այդ մեղադրանքները հնչեցնում են արևմտամետները։ Ցավում եմ, ես բոլորովին վերջերս Եվրոպայի իմ ընկերներից մեկի հետ էի խոսում, մի ցավալի փաստ բերեց, որ այստեղի տարբեր կառույցներ, հատկապես հասարակական կազմակերպությունների տեսքով գնում են այնտեղ եւ 2 կոպեկի համար հայրենիք են վաճառում։ Ես 2 կոպեկով հայրենիք վաճառողներին չեմ ուզում մեկնաբանել։